Մենավոր միլիոնատերը մարդկանց ազնվությունն է ստուգում, թողնելով դրամը աչքի առաջ իր առանձնատանը։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ համեստ մաքրուհին անտեսում է գայթակղությունը ապացուցում, որ բնավորությունը գին չունի։ Այդ պարզ քայլը սկսում է նրա փոփոխությունը, որը տանում է նրան հայտնաբերելու վստահության, սիրո իրական արժեքը։ Անձրն ուժգին թխկում էր առանձնատան ապակիներին, երբ Էդուարդ Միքայելյանը նայեց իր աշխատասենյակի պատուհանից, տեսավ, թե ինչպես են կաթիլները սահում զրահապատ ապակու վրայով, ինչպես արցունքներ, որոնք նա երբեք իրեն թույլ չէր տվել թափել։ 43 տարեկանում, լինելով սերունդներ փոխանցված արդյունաբերական կայսրության ժառանգորդ, Էդուարդը սովորել էր միակ դասը, որը կրում էր որպես բացարձակ ճշմարտություն։ Յուրաքանչյուր մարդ իր գինն ունի։ Եվ նա իր անհաշվելի հարստությամբ այդ տեսությունն այնքան շատ անգամ էր ապացուցել, որ այլս հիասթափություն անգամ չէր զգում։ Միայն սառը մեթոդական հաստատում, որ ինքն ի սկզբանե ճիշտ էր։ Առանձնատունը Վահագնի թաղամասում, Երանի էլիտար շրջաններից մեկում, կատարելապես արտացոլում էր, թե ով էր նա։ Յուրաքանչյուր կահույքի կտոր ընտրված էր անվանի դիզայներների կողմից, արվեստի յուրաքանչյուր գործ տեղադրված էր ռազմավարական դիրքում, յուրաքանչյուր արժեքավոր իր բաշխված էր ընդարձակ ու լուռ սենյակներով։ Ամեն ինչ անթերի էր, ամեն ինչ կատարյալ, ամեն ինչ լիովին հոգուց զուրկ։ Էդուարդն այդ միջանցքներով քայլում էր նրբագեղ ուրվականի պես, հագնելով իտալական կոստյումներ, որոնք ավելի թանկ արժեին, քան շատ մարդիկ կվաստակեին մեկ տարում, կրելով շվեյցարական ժամացույցներ, որոնք ցույց էին տալիս մի ժամանակ, որը նա այլս չգիտեր ինչպես լցնել։ Նրա պատմությունը կարելի էր պատմել կանխատեսելի գլուխներով։ Մանկությունը միջազգային դպրոցներում, հեռու իրենց հարստությունը կուտակելով չափազանց զբաղված ծնողներից։ Պատանեկությունը երիտասարդների շրջանում, որոնք մոտենում էին ազգանվան, ոչ երբեք անձի համար։ Ամուսնությունը 28 տարեկանում մի գեղեցիկ կնոջ հետ, որն ավելի շատ սիրում էր իր նվիրած զարդերը, քան ցանկացած խոսք, որ կարող էր դուրս գալ նրա բերանից։ Ամուսնալուծությունը 5 տարի անց, երբ նա որոշեց, որ հարստության կեսը բավարար է, հեռացավ 20 տարով երիտասարդ Ֆորմուլա 1-ի մրցաշավորդի հետ։ Առանց երեխաների, առանց կապերի, առանց որևէ բանի, որը կարելի էր ընտանիք անվանել, բացի հեռավոր զարմիկներից, որոնք հայտնվում էին տոնական օրերին, ակնկալելով որևէ ֆինանսական օգնություն։ Էդուարդը ոչ ոքի չէր վստահում, քանի որ կարծում էր, թե դրա համար հիմնավոր պատճառներ ունի։ Յուրաքանչյուր մարդ, ով հատում էր նրա ճանապարհը, ի վերջո բացահայտում էր իր իրական մտադրությունները։ Գործընկերը, որը փորձեց ընկերությունից միջոցներ յուրացնել։ Քարտուղարուհին, որը ներքին տեղեկատվություն էր վաճառում մրցակիցներին։ Վարորդը, որը կաշառք ընդունեց, նրա օրակարգը բացահայտելու համար։ Ցուցակը երկար էր ու մանրամասն պահված ոչ միայն նրա հիշողության մեջ, այլ կազմակերպված ֆայլերում, որոնք ապացուցում էին նրա կենտրոնական թեզը։ Մարդկային բնույթն արատավոր է, բավական է առաջարկել ճիշտ խթան, որպեսզի ազնվության ցանկացած դիմակ ընկնի։ Այդպես ծնվեց նրա ծեսը։ Այն սկսվեց գրեթե պատահաբար 2 տարվա ընթացքում 4-րդ տնային կառավարչուհուն մանր գողությունների համար աշխատանքից ազատելուց հետո։ Էդուարդը հյուրասենյակի սեղանիկի վրա մի քանի 5000 դրամանոց թղթադրամ թողեց, զուսպ տեսախցիկ տեղադրեց, սպասեց։ 3 օր էլ չանցավ, որ նոր աշխատակցուհին տեղի տվեց գայթակղությանը։ Այդ պահից սկսած, նա դա վերածեց մռայլ խաղի։ Յուրաքանչյուր նոր մարդ, ով մտներ իր տուն, պետք է փորձության ենթարկվեր։ Երբեմն դրանք թափթփված թղթադրամներ էին, երբեմն ավելի մեծ գումարներով ծրարներ, դիտմամբ մահճակալի վրա թողնված զարդեր, լոգարանում մոռացված թանկարժեք ժամացույցներ։ Եվ նա հետում էր ամեն ինչին, գրանցում էր ամեն ինչ, ինչպես դաժան գիտնական, որը փաստագրում է սոցիալական փորձարկում։ Ամենից անհանգստացնողն այն չէր, որ մարդիկ գողանում էին։ Էդուարդը նույնիսկ հասկանում էր դրա հետում ված սառը տրամաբանությունը։ Այն, ինչը նրան հիվանդագին կերպով հմայում էր, գործընթացն էր։ Սկզբնական դիմադրությունը, այն պահը, երբ մարդն անցնում էր արժեքավոր իրի կողքով, շարունակում իր ճանապարհը, առաքինի անբիծ։ Հետո, երկրորդ անցումը, երբ հայացքը մեկ վայրկյան ավել էր մնում։ Երրորդ անգամ, երբ ձեռքը մեկնվում էր, բայց վերջին պահին հետ քաշվում։ Եվ վերջապես, անկումը։ Այն պահը, երբ մարդը շուրջն էր նայում, համոզվում, որ մենակ է, վերցնում այն, ինչն իրենը չէր։ Էդուարդը դիտում էր այդ ամենը դառը բավարարվածության խորը տխրության խառնուրդով, որը երբեք չէր խոստովանի, թե զգում է։ Այդ անձրոտ հինգշաբթի օրը, մարտին, առօրյան թվում էր, թե նույն օրինաչափության հերթական կրկնությունն է։
Կենցաղային ծառայությունների գործակալությունից վաղ առավոտյան զանգահարեցին, տեղեկացնելով, որ տիկին Սիրանուշը, օրավարձով աշխատող մաքրուհին, որը գալիս էր արդեն 3 ամիս դեռ չէր ձախողել փորձությունը, ուժեղ գրիպով հիվանդ է, չի կարող գալ։ Էդուարդը, որը պատրաստվում էր դուրս գալ ճապոնացի ներդրողների հետ կարոր հանդիպման, զայրույթի նոպա զգաց։ Նա ատում էր առօրյայի փոփոխությունները, ատում էր անկանխատեսելի իրավիճակները, ատում էր նոր մարդկանց հետ գործ ունենալը։ Գործակալության աշխատակցուհին սիրալիր էր ու ներողամիտ, վստահեցնելով, որ կուղարկի վստահելի փոխարինող, փորձառու մասնագետ, որն արդեն տարիներ շարունակ իրենց հետ էր աշխատում։ Էդուարդը մեխանիկորեն համաձայնեց, անջատեց հեռախոսը, գնաց իր հանդերձասենյակի պատի մեջ ներկառուցված պահարանի մոտ։ Հանեց 3 միլիոն դրամ, մաքուր նոր թղթադրամներով, կատարելապես շարված։ Դա ավելին էր, քան սովորաբար օգտագործում էր փորձությունների համար, բայց ինչ-որ բան նրա մեջ, գուցե արդյունքների կանխատեսելիությունից աճող ձանձրույթը, ցանկացավ բարձրացնել խաղադրույքը։ Ուզում էր տեսնել, արդյոք իսկապես նշանակալի գումարի դեպքում պատմությունը տարբեր կլինի։ Խորքում նա արդեն գիտեր, որ չի լինի։ Բարձրացավ գլխավոր ննջասենյակ, ընդարձակ սենյակ, որը նայում էր ներքին այգուն, թղթադրամները դրեց իր տատիկին պատկանող վարդապետի պահարանի վրա։ Ամեն ինչ դասավորեց տեսանելի, բայց ոչ ակնհայտ կերպով, կարծես թե նոր էր հաշվել գումարը, անզգուշաբար մոռացել այնտեղ։ Ստուգեց սենյակի անկյուններում զուսպ տեղադրված անվտանգության տեսախցիկները, հեռախոսով փորձարկեց տեսադաշտերը, իջավ աստիճաններով դեպի ավտոտնակ։ Բանալին կթողներ դռնապանի մոտ, ինչպես միշտ, կգնար գրասենյակ։ Ավելի ուշ, կվերանայեր ձայնագրություններս, մեկ անգամ կհաստատեր, որ ճիշտ էր մարդկանց մասին։ Բայց ինչ-որ բան տեղի ունեցավ, երբ Էդուարդը մտնում էր իր հոլդինգի գլխամասային գրասենյակի շենքի հայելապատ վերելակը։ Մի տարօրինակ զգացողություն, գրեթե նախազգացում, ստիպեց նրան կանգ առնել կոճակը սեղմելուց առաջ։ Նա նայեց վերելակի պատերին, բազմապատկված իր արտացոլանքին տեսավ մի հոգնած մարդու, աչքերի տակ զուսպ պարկերով, որոնք ոչ մի որակյալ քուն չէր կարողանում վերացնել, կոշտ արտահայտությամբ, որը չէր համապատասխանում նրա 43 տարիքին, այլ կուտակված տասնամյակների անվստահությանը։ Այդ պահին նա մի իմպուլսիվ որոշում կայացրեց, որը չէր կարողանա բացատրել նույնիսկ ինքն իրեն։ Զանգահարեց քարտուղարուհուն, չեղարկեց օրվա բոլոր հանդիպումները։ Առողջական խնդիրների մասին պատրվակ հորինեց, խնդրեց վերանշանակել հանդիպումները, վերադարձավ տուն։ Ուզում էր այնտեղ լինել։ Ուզում էր առաջին անգամ ականատես լինել փորձությանը սեփական աչքերով, ոչ թե պարզապես համակարգչի սառը էկրանի միջոցով։ Ուզում էր տեսնել տատանումը, ներքին պայքարը, անկումը։ Պետք էր անձամբ հաստատել, որ իր աշխարհայացքը ճիշտ էր։ Նա առանձնատուն հասավ առավոտյան ժամը 10-ից քիչ անց։ Դռնապանը տեղեկացրեց, որ օրավարձով աշխատող մաքրուհին ճիշտ ժամը 9-ին ժամանել է, վերցրել բանալին, բարձրացել վեր։ Էդուարդը գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց, քայլեց կողային այգով, մտնելով հետի դռնից, որպեսզի աղմուկ չաներ։ Զգուշորեն բարձրացավ աստիճաններով, յուրաքանչյուր սառը մարմարե աստիճանը իր իտալական կոշիկների տակ, ռազմավարական դիրք գրավեց միջանցքում, գլխավոր ննջասենյակի կիսաբաց դռան հետում։ Այդ ժամանակ նա տեսավ նրան առաջին անգամ։ Մարիամ Հարությունյանը 35 տարեկան էր, բայց դեմքի հոգնածությունը հեշտությամբ կարող էր մի քանի տարի էլ ավելացնել։ Նա հագել էր կապույտ կտորից պարզ համազգեստ, ծայրերն արդեն մաշված սպիտակ սպորտային կոշիկներ, շագանակագույն մազերը հավաքված էին գործնական պոչիկով։ Դիմահարդարում չէր արել, նրա մեջ ոչ մի արհեստական բան չկար։ Նա ուներ հանգիստ արտահայտություն մեկի, ով այնտեղ էր իր աշխատանքը լավագույնս կատարելու համար, ոչ ավել, ոչ պակաս։ Էդուարդը դիտում էր, թե ինչպես է նա դասավորում կտորե պայուսակով բերած մաքրող միջոցները, յուրաքանչյուր իրը առանձնացնելով մեկի արդյունավետությամբ, ով այդ շարժումները կրկնել է երկար ժամանակ։ Նա սկսեց լոգարանից, Էդուարդը կարող էր լսել հոսող ջրի ձայնը, մակերեսները սրբող կտորի ձայնը, ամեն ինչ արվում էր ուշադրությամբ, խնամքով։ Հետո նա եկավ ննջասենյակ։ Մոտեցավ պատուհանին, բացեց վարագույրները, որպեսզի բնական լույսը ներս մտնի, նույնիսկ դրսի անձրի պայմաններում։ Սկսեց հարդարել մահճակալը, հարթելով սավանի յուրաքանչյուր անկյունը ճշգրտությամբ, ուղղելով դեկորատիվ բարձերը, որոնք Էդուարդը երբեք չէր օգտագործում, բայց որոնք դիզայները պնդել էր պահել։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Մարիամը շրջվեց, տեսավ գումարը պահարանի վրա։ Էդուարդը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Միշտ այս պահին էր, որ պատմությունը սկսվում էր։
Նա կանգ առավ, նայեց թղթադրամներին, Էդուարդը կարողացավ տեսնել, թե ինչպես է նրա արտահայտությունը փոխվում։ Դա ագահություն չէր, նա նկատեց։ Դա անկեղծ զարմանք էր, որին հաջորդում էր մի բան, որը կարծես անհանգստություն լիներ։ Մարիամը շուրջը նայեց, կարծես փորձելով հասկանալ այդ գումարի, այնտեղ բաց, անպաշտպան լինելու համատեքստը։ Համազգեստի գրպանից հանեց հեռախոսը, Էդուարդը մտածեց, որ դա վերջի սկիզբն է։ Բայց նա ոչ ոքի չզանգեց։ Պարզապես նկարեց թղթադրամները, ճիշտ այնպես, ինչպես դրված էին, սկսեց արագ ինչ-որ բան հավաքել։ Նա չէր կարողանում կարդալ իր տեղից, բայց տեսավ, թե ինչպես են նրա մատները սահում էկրանով, կենտրոնացած։ Հետո պահեց հեռախոսը, խորը շունչ քաշեց, պարզապես շարունակեց մաքրությունը։ Կտորով սրբեց պահարանը, գումարի շուրջը, զգուշանալով չդիպչել թղթադրամներին, չխառնել դրանք։ Մաքրեց հատակը հայելին, դասավորեց այն սակավաթիվ անձնական իրերը, որոնք Էդուարդը պահում էր մահճակալի կողքի պահարանիկի վրա։ Եվ ոչ մի պահ, ոչ մի եզակի պահ, նա նորից չնայեց գումարին ագահությամբ։ Նրա կեցվածքում կար գրեթե խիստ վճռականություն, կարծես ինչ-որ բան էր ապացուցում ինքն իրեն։ Էդուարդը շշմած էր։ Տարիների փորձություններից հետո առաջին անգամ ինչ-որ մեկը դիմադրում էր։ Բայց դա միայն դիմադրություն չէր։ Դա անկեղծ անտարբերություն էր։ Մարիամը մաքրեց ամբողջ սենյակը նույն նվիրումով խնամքով, ստուգեց, որ ամեն ինչ կարգին է, վերցրեց իր միջոցները դուրս եկավ, նրբորեն փակելով դուռը։ Նա սպասեց մի քանի վայրկյան, նախքան իր թաքստոցից դուրս գալը, դեռ մարսելով տեսածը։ Լուր իջավ աստիճաններով գնաց աշխատասենյակ, որտեղ մտադիր էր սպասել, մինչ նա ավարտեր ամբողջ աշխատանքը։ 2 ժամ անց Մարիամը քաղաքավարի թակեց աշխատասենյակի դուռը։ Էդուարդը, որը ձացնում էր, թե աշխատում է իր համակարգչով, մինչդեռ մոլուցքով վերանայում էր անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, հրամայեց ներս մտնել։ Նա ներս մտավ հարգալից, բայց ոչ ստորաքաշ կեցվածքով կանգնեց դռան մոտ։ «Պարոն, ես ավարտեցի տան մաքրությունը։ Բայց պետք է մի կարևոր բան տեղեկացնեմ», ասաց նա, նրա ձայնը հանգիստ էր, բայց հաստատուն։ «Գլխավոր ննջասենյակի պահարանի վրա մի գումար գտա։ Ոչնչի ձեռք չեմ տվել, պարզապես նկարել եմ արձանագրելու համար, եկել եմ զգուշացնելու։ Դուք պետք է այդ գումարը ապահով տեղում պահեք։ Դա զգալի գումար է, շատ մարդիկ են այստեղով անցնում։ Ցավալի կլիներ, եթե որևէ խնդիր առաջանար»։ Էդուարդը նայեց նրան, փորձելով մարսել ոչ միայն բառերը, այլ տոնը, մտադրությունը, չարամտության լիակատար բացակայությունը։ Մարիամը հանեց հեռախոսը, ցույց տվեց լուսանկարը, պարզ շարժումով մատնացույց անելով էկրանը։ Թղթադրամներն այնտեղ էին, ճիշտ այնպես, ինչպես նա էր թողել, դասավորված, անձեռնմխելի։ Նա մեծացրեց պատկերը, որպեսզի նա ավելի լավ տեսնի, կարծես ուզում էր ապացուցել, որ ոչինչ չի վերցրել, որ լիովին թափանցիկ է։ «Շնորհակալություն, որ զգուշացրիք», կարողացավ ասել Էդուարդը, ձայնը դուրս գալով ավելի խռպոտ, քան մտադրվել էր։ «Հենց հիմա կզբաղվեմ դրանով»։ Մարիամը գլխով արեց, բարի օր մաղթեց, դուրս եկավ, իր հետից փակելով դուռը։ Էդուարդը լսեց նրա քայլերը միջանցքում, մուտքի դռան բացվելու փակվելու ձայնը, հետո մնաց բոլորովին մենակ իր լուռ առանձնատանը։ Վազեց դեպի համակարգիչը, բացեց հսկողության համակարգը, տենթագին փնտրելով ննջասենյակի տեսախցիկը։ Հետ տվեց ձայնագրությունը, ամեն ինչ նորից դիտեց դանդաղեցված ռեժիմով, մեծացրեց, ստուգեց յուրաքանչյուր անկյուն։ Եվ հենց այդ ժամանակ իր տեղադրած գերժամանակակից տեխնոլոգիան թույլ տվեց մի բան, որը նա չէր սպասում։ Տեսախցիկների գերբարձր հստակության թվային խոշորացման շնորհիվ նա կարողացավ հստակ տեսնել Մարիամի հեռախոսի էկրանը, երբ նա հաղորդագրություն էր հավաքում։ Կարդաց յուրաքանչյուր բառ, կարծես դա վերջնական դատավճիռ լիներ իր սեփական հոգու մասին։ «Ան, հաճախորդի տանը մի տրցակ փող եմ գտել։ Նկարեցի, որ ապացուցեմ, ձեռք չեմ տվել։ Հիմա կասեմ իրեն։ Պատկերացնում ես, կորի ու մտածեն, թե ես եմ վերցրել։ Պետք է զգույշ լինել այսպիսի բաների հետ։ Պաչիկ, հետո կզանգեմ»։ Դա հաղորդագրություն էր քրոջը։ Երկրորդ մտադրություններ չկային, չարամիտ ծրագրեր չկային։ Միայն անկեղծ անհանգստություն մեկի, ով հասկանում էր, թե ինչպես է աշխարհը գործում, ուզում էր իրեն պաշտպանել ամենաազնիվ ձով։ Մարիամը չէր դիմադրում գայթակղությանը։ Նա պարզապես գայթակղություն չէր զգում։ Այդ գումարը իրենը չէր, վերջ։ Հարցը նրա մտքում փակված էր մի պարզությամբ, որը Էդուարդը չէր կարողանում հասկանալ։
Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Էդուարդ Միքայելյանը զգաց մի բան, որը մոռացել էր, թե ինչպես է զգացվում։ Ամոթ։ Խորը, ներքին ամոթ, որը բարձրանում էր ստամոքսից այրուն կոկորդը։ Նա ամոթ չէր զգում Մարիամից, այլ ինքն իրենից։ Բոլոր դաժան փորձություններից, բոլոր լարած թակարդներից, ողջ անվստահությունից, որը նրա կյանքը վերածել էր սադիստական սոցիալական փորձարկման։ Այստեղ մի կին էր, որը հավանաբար մեկ ամսում վաստակում էր այն, ինչ նա ծախսում էր մեկ ընթրիքի վրա, նա ընտրել էր ազնվությունը ոչ թե բռնվելու վախից, այլ որովհետև նա այդպիսին էր։ Էդուարդը պետք է ավելին իմանար։ Դա հիվանդագին հետաքրքրասիրություն չէր կամ իր նախկին համոզմունքները հաստատող որը թերություն գտնելու ցանկություն։ Դա այլ բան էր, անկեղծ կարիք, հասկանալու, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը պահպանել այդ ամբիծությունը մի աշխարհում, որը իր փորձով միայն պարգևատրում էր խորամանկությունն ու անխղճությունը։ Զանգահարեց կենցաղային ծառայությունների գործակալություն, հակառակ իր բոլոր բնածներին, չխնդրեց խոսել մենեջերի հետ, աշխատակցի փոփոխության համար բողոքելու։ Փոխարենը քաղաքավարի հարցրեց, թե կարող է արդյոք ավելի շատ տեղեկություններ ստանալ Մարիամ Հարությունյանի մասին։ Աշխատակցուհին, զարմացած նրա բարյացակամ տոնից, տրամադրեց տվյալների պաշտպանության օրենքով թույլատրված հիմնական տեղեկությունները։ Մարիամը 6 տարի աշխատում էր իրենց հետ, բոլոր հաճախորդներից անթերի երաշխավորագրեր ուներ, երբեք ոչ մի բողոք չի եղել, միշտ ճշտապահ, միշտ նվիրված։ Բայց Էդուարդն ավելին էր ուզում։ Օգտագործեց իր կապերը զուսպ, առանց ապօրինի կերպով անձնական կյանք ներխուժելու, բայց փնտրելով հանրային տեղեկություններ, որոնք կարող էին ավելի ամբողջական պատկեր ստեղծել։ Եվ այն, ինչ նա հայտնաբերեց հաջորդ ժամերի ընթացքում, նրան էլ ավելի տպավորեց։ Մարիամը 2 երեխաների մայր էր։ Դավիթը 9 տարեկան, Սոֆյան 6։ Երեխաների հայրը հեռացել էր, երբ փոքրը ընդամենը մի քանի ամսական էր, իր հետից թողնելով դատարկ խոստումներ պարտքեր, որոնք նա ստիպված էր եղել ստանձնել։ Ապրում էր Երանի հարավային մասում, Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի համեստ տանը, հեռու այն էլիտար թաղամասերից, որտեղ աշխատում էր։ Բացի երեխաներից, խնամում էր մորը, տիկին Անահիտին, որը լուրջ առողջական խնդիր էր ունեցել, մշտական ուշադրության կարիք ուներ։ Մարիամն աշխատում էր որպես օրավարձով մաքրուհի երկուշաբթիից շաբաթ, ամեն օր տարբեր տներում, 3 տրանսպորտ փոխելով գնալու վերադառնալու համար, արթնանալով առավոտյան 5-ին տուն հասնելով երեկոյան 7-ից հետո։ Էդուարդը գտավ նրա հարցազրույցը համայնքային բլոգում, որը պատրաստել էր տեղական ՀԿ-ն, ընդգծելով հաղթահարման պատմությունները։ Մարիամը պարզությամբ խոսում էր իր առօրյայի, հոգնածության, բայց նա երախտագիտության մասին։ Ասում էր, որ իր երեխաներն իր մոտիվացիան են, որ երազում է մի օր կարողանալ վերադառնալ ուսմանը, որը կիսատ էր թողել ավագ դպրոցի 2-րդ կուրսում, երբ հղիացել էր Դավիթով, բայց չի հրաժարվում այդ երազանքից։ Մոր մասին խոսում էր անսահման սիրով, ասում էր, որ նրան խնամելը պատիվ է, ոչ թե բեռ։ Եվ վերջում, երբ հարցնում էին, թե ինչն է նրան ստիպում առաջ շարժվել, նա պատասխանում էր մի բան, որը Էդուարդի մտքում դաջվեց ինչպես կրակը մետաղի վրա։ Ամեն օր արթնանում եմ ու ընտրում եմ լինել այն մարդը, ում կցանկանայի, որ իմ երեխաները դառնան։ Այդքան պարզ։ Առանձնատունը երբեք այդքան դատարկ չէր թվացել, որքան այդ գիշեր։ Էդուարդը նստեց ապակեպատ պատշգամբում, ձեռքին 30-ամյա շոտլանդական վիսկիի բաժակ, որը ոչ մի համ չուներ, նայեց լուսավորված լողավազանին, որտեղ երբեք չէր լողանում, կատարելապես խնամված այգուն, որի այգեպաններին հազիվ էր ճանաչում, այն հսկայական իրերին, որոնք նա ուներ, բայց որոնք բացարձակապես ոչինչ չէին նշանակում։ Մարիամն անցել էր իր տնով քամու պորտկման պես, որը ոչինչ չի քանդում, բայց ամեն ինչ շարժում է։ Մի քանի ժամվա ընթացքում նա արել էր մի բան, որը ոչ ոք չէր կարողացել անել իր ողջ հասուն կյանքում։ Նա ապացուցել էր, որ ինքը սխալ է։ Եվ դա անելով, նա ճեղք էր բացել մի դռան վրա, որը Էդուարդն այնքան երկար էր փակ պահել, որ այլս չէր էլ հիշում, թե ինչպես է ապրել այն բաց վիճակում։ Այդ գիշեր Էդուարդը չքնեց։ Արթուն մնաց, մտածելով ընտրությունների, անցած ուղիների, բոլոր այն անգամների մասին, երբ նա ընտրել էր անվստահությունը հույսի փոխարեն։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն թույլ տվեց մտածել, որ գուցե, միայն գուցե, դեռ ժամանակ կա այլ կերպ ընտրելու։ Էդուարդն արթնացավ հաջորդ ուրբաթ օրը, կայացրած որոշմամբ։ Ամբողջ գիշեր լավ չէր քնել, շուռումուռ էր գալիս հսկայական մահճակալում, որը կարծես կլանում էր իր մենությունը։ Բայց երբ արը սկսեց ծագել վարագույրների միջից, նա հստակ գիտեր, թե ինչ պետք է անի։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց կենցաղային ծառայությունների գործակալություն, հենց որ բացվեցին առավոտյան ճիշտ ժամը 8-ին։
Ես կցանկանայի ուղղակիորեն մշտական հիմունքներով աշխատանքի ընդունել օրավարձով աշխատող Մարիամ Հարությունյանին, ասաց նա առանց շրջանցելու պատասխանող մենեջերին։ Շաբաթական 3 անգամ, աշխատանքային բոլոր իրավունքների երաշխավորմամբ։ Կարող եք փոխանցել գները, որպեսզի ես համապատասխան առաջարկ անեմ։ Մենեջերը զարմացած, բայց պրոֆեսիոնալ բացատրեց ընթացակարգերն ու շուկայական գները։ Էդուարդը ուշադիր լսեց ամեն ինչ, ապա առաջարկեց նրա նշած գումարի կրկնակին։ Դա տպավորելու կամ հավատարմություն գնելու համար չէր։ Դա այն պատճառով էր, որ առաջին անգամ նա հասկանում էր, որ այդ կնոջ աշխատանքը շատ ավելին արժեր, քան ցանկացած սակագնային աղյուսակ կարող էր գնահատել։ Նրա ավելացրած արժեքը ոչ միայն մաքուր սենյակներում կամ արդուկված հագուստի մեջ էր։ Դա այն արժանապատվության մեջ էր, որով նա կատարում էր յուրաքանչյուր շարժում, այն ամբիցության մեջ, որը նա կրում էր որպես երկրորդ մաշկ։ Մենեջերն ասաց, որ նախ պետք է խոսի Մարիամի հետ, հարգի նրա կամքը։ Էդուարդը համաձայնեց, խնդրեց, որ նա զանգահարի, հենց որ պատասխան ունենա։ Անջատեց հեռախոսը, նկատեց, որ ձեռքերը թեթակի դողում են։ Չէր կարողանում հիշել վերջին անգամը, երբ անհանգստացել էր մի բանի համար, որը կապված չէր փողի կամ բիզնեսի հետ։ Դա տարօրինակ, գրեթե պատանեկան զգացողություն էր, նա լավ չգիտեր, ինչպես վարվել դրա հետ։ Հեռախոսը զանգեց 2 ժամ անց։ Մարիամն ընդունել էր առաջարկը, բայց մի պայմանով։ Ուզում էր պաշտոնական պայմանագիր, ամեն ինչ գրանցված աշխատանքային գրքույկում, բոլոր իրավունքները հարգված։ Նա բարեգործություն չէր ուզում, արժանապատվություն էր ուզում։ Մենեջերը դա փոխանցեց հիացմունքի նոտայով ձայնի մեջ, Էդուարդը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքում։ Իհարկե, պատասխանեց նա։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ արվի ամենաճիշտ ձով։ Նա արժանի է դրան շատ ավելիին։ Հաջորդ օրերին Էդուարդը կազմակերպեց ամեն ինչ։ Վարձեց աշխատանքային իրավունքի փաստաբան, անթերի պայմանագիր կազմելու համար, երաշխավորելով ոչ միայն այն, ինչ պահանջում էր օրենքը, այլ լրացուցիչ արտոնություններ։ Առատաձեռն սննդի կտրոններ, տրանսպորտի փոխհատուցում, առողջության ապահովագրություն կիսամյակային պարգավճար, արդյունավետության համար։ Երբ փաստաբանը հարցրեց, թե արդյոք նա չի չափազանցում տնային աշխատողի համար, Էդուարդը նրան նայեց մի սառնությամբ, որը ստիպեց տղամարդուն հետ քաշվել, պարզապես ասաց. Արեք այն, ինչ խնդրեցի։ Մարիամը սկսեց աշխատել առանձնատանը հաջորդ երկուշաբթի օրը։ Էդուարդը, որը սովորաբար վաղ էր գնում գրասենյակ վերադառնում միայն ուշ երեկոյան, որոշեց փոխել իր օրակարգը։ Սկսեց ավելի շատ աշխատել տնից, փակված իր աշխատասենյակում, բայց միշտ ուշադիր մյուս սենյակներից եկող ձայներին։ Փոշեկուլի ձայնը, լվացվող սպասքի զնգոցը, նրա թեթ քայլերը միջանցքներով։ Դրանք ձայներ էին, որոնք տունը երբեք չէր ունեցել, կամ ավելի ճիշտ, որոնց նա երբեք ուշադրություն չէր դարձրել։ Առաջին օրը Մարիամը ճիշտ ժամը 8-ին ժամանեց։ Թակեց աշխատասենյակի դուռը, տեղեկացնելու, որ եկել է, Էդուարդը հրամայեց ներս մտնել։ Նա նույն պարզ համազգեստով էր, մազերը հավաքած, այն հանգիստ դեմքով, որը կարծես անձեռնմխելի էր դրսի աշխարհի քաոսից։ Բարի լույս, պարոն Էդուարդ, ասաց նա։ Ես կսկսեմ խոհանոցից լվացքատնից, հետո կբարձրանամ սենյակներ։ Եթե ձեզ որևէ բան պետք լինի, ուղղակի կանչեք։ Էդուարդն ուզում էր այնքան շատ բան ասել։ Ուզում էր ներողություն խնդրել դաժան փորձության համար, ուզում էր շնորհակալություն հայտնել, որ նա վերադարձրել է իր հավատը մարդկության հանդեպ, ուզում էր ավելին իմանալ նրա երեխաների, երազանքների, կյանքի մասին։ Բայց այն ամենը, ինչ կարողացավ, գլխի շարժումն էր մի շնորհակալություն, որը դուրս եկավ ավելի ցածր, քան մտադրվել էր։ Մարիամը թեթակի ժպտաց, փոքր, բայց անկեղծ ժպիտով, դուրս եկավ, սկսելու իր աշխատանքը։ Շաբաթներն անցնում էին, մի առօրյա սկսեց հաստատվել։ Մարիամը գալիս էր երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ օրերին, միշտ ճշտապահ, միշտ նվիրված։ Էդուարդը սկսեց պատրվակներ գտնել աշխատասենյակից դուրս գալու այն ժամերին, երբ նա տանն էր։ Գնում էր խոհանոց ջուր վերցնելու, երբ գիտեր, որ նա այնտեղ կլինի։ Բարձրանում էր սենյակ փաստաթուղթ վերցնելու, երբ նա այդ հարկն էր մաքրում։ Եվ քիչ-քիչ, շատ դանդաղ, նրանք սկսեցին զրուցել։ Սկզբում դրանք ընդամենը քաղաքավարի ողջույններ էին, մեկնաբանություններ եղանակի մասին, գործնական հարցեր տան վերաբերյալ։ Բայց օրերի ընթացքում զրույցները երկարեցին։ Էդուարդը բացահայտեց, որ Մարիամն ունի նուրբ հումորի զգացում, որ նա աշխարհը դիտում է մի իմաստությամբ, որը ոչ մի համալսարան չի սովորեցնում։
Նա խոսում էր իր երեխաների մասին մի հպարտությամբ, որը լուսավորում էր նրա դեմքը։ Դավիթը լավ էր սովորում հանրային դպրոցում, սիրում էր մաթեմատիկա, երազում էր ինժեներ դառնալ։ Սոֆյան չարաճճի էր ու ստեղծագործ, անընդհատ նկարում էր պատմություններ հորինում։ Նրա մայրը, տիկին Անահիտը, նախորդ տարի սրտի հետ կապված լուրջ խնդիր էր ունեցել։ Մարիամը դա պատմում էր հուզված, բայց հաստատուն ձայնով, բացատրելով, թե որքան դժվար էր հավասարակշռել խնամքը, աշխատանքն ու երեխաներին։ Բայց ես երախտապարտ եմ, ասում էր նա։ Մայրս այստեղ է, ավելի լավ է։ Երեխաներս առողջ են։ Ես աշխատանք ունեմ։ Շատ մարդիկ դրանից էլ քիչ ունեն, այնպես որ ես չեմ կարող բողոքել։ Էդուարդը հմայված լսում էր։ Դա ոչ միայն այն էր, ինչ նա ասում էր, այլ թե ինչպես էր ասում։ Կար իրականության ընդունում, առանց զոհի դեր խաղալու, անկեղծ երախտագիտություն փոքր բաների համար, մի ուժ, որը գալիս էր մի տեղից, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Եվ առաջին անգամ նա նույնպես սկսեց խոսել։ Ոչ թե բիզնեսի կամ ներդրումների մասին, այլ բաների, որոնք երբեք ոչ ոքի հետ չէր կիսել։ Խոսեց եվրոպական գիշերօթիկ դպրոցներում անցկացրած միայնակ մանկության մասին, որտեղ սովորել էր 5 լեզու, բայց մոռացել ինչպես ընկերներ ձեռք բերել։ Ծնողների մասին, որոնք սերը ցույց էին տալիս թանկարժեք նվերների միջոցով, բայց երբեք ներկա չէին լինում դպրոցական միջոցառումներին կամ ծննդյան օրերին։ Ամուսնության մասին, որն ավելի շատ գործարար միաձուլում էր, քան հոգիների միություն։ Միայնության մասին, որն ապրում էր նրա հետ այդ հսկայական առանձնատանը, մշտական ուղեկից, որին նա սովորել էր ընդունել որպես անխուսափելի։ Մարիամը լսում էր առանց դատելու, առանց դատարկ խորհուրդներ կամ ինքնօգնության կլիշե արտահայտություններ առաջարկելու։ Պարզապես լսում էր, նրա լռությունն ավելի շատ հասկացողություն ուներ, քան հազարավոր բառեր կարող էին ունենալ։ Մի անգամ, երբ նա ավարտեց պատմել ամուսնալուծության մասին, թե ինչպես էր բացահայտել, որ կինը երբեք իրեն իսկապես չի սիրել, Մարիամը պարզապես ասաց. Երբեմն մարդիկ չգիտեն, ինչպես սիրել, որովհետև նրանց ճիշտ չեն սովորեցրել։ Դա արդարացում չէ, բայց օգնում է հասկանալ։ Դուք կարող եք ընտրել լինել տարբեր։ Այդ արտահայտությունը օրեր շարունակ արձագանքում էր Էդուարդի գլխում։ Նա կարող էր ընտրել լինել տարբեր։ Այնքան պարզ էր թվում, երբ նա էր ասում, բայց հեղափոխական էր մեկի համար, ով տասնամյակներ շարունակ հավատացել էր, որ մարդիկ չեն փոխվում, որ մարդկային բնույթը անփոփոխ է արատավոր։ Մարիամն ապացուցում էր յուրաքանչյուր ժեստով, յուրաքանչյուր բառով, յուրաքանչյուր ընտրությամբ, որ նա սխալ է։ Եվ պարտված զգալու փոխարեն, Էդուարդը սկսեց հույս զգալ։ Դա ապրիլյան մի չորեքշաբթի օր էր, գրեթե 2 ամիս անց, երբ Մարիամը սկսել էր այնտեղ աշխատել, որ Էդուարդը մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Նա աշխատասենյակում ֆինանսական հաշվետվություններ էր վերանայում, երբ լսեց նրա ձայնը խոհանոցում, հեռախոսով խոսելիս։ Նրա մտադրությունը լրտեսելը չէր, բայց դուռը կիսաբաց էր, Մարիամի ձայնը լարված էր հնչում, տարբերվում էր սովորական հանգիստ տոնից։ Ես գիտեմ, գիտեմ, որ գրանցումը թանկ է, ասում էր նա, ակնհայտորեն անհանգիստ։ Բայց Դավիթն այնքան է ոգորված դպրոցի այդ ռոբոտաշինության դասընթացով։ Ամեն օր դրա մասին է խոսում։ Կփորձեմ հանգստյան օրերին լրացուցիչ աշխատանք գտնել, գուցե կարողանամ գումարը հավաքել մինչ հաջորդ ամիս։ Ոչ ոքից պարտքով մի վերցրու։ Մենք մի բան կանենք։ Էդուարդը դանդաղ փակեց նոութբուքը։ Վեր կացավ աթոռից կանգնեց այնտեղ, մարսելով նոր լսածը։ Մարիամն աշխատում էր այնտեղ շաբաթական 3 անգամ, վաստակելով շատ ավելին, քան նախկինում, այնուամենայնիվ պետք է հանգստյան օրերին լրացուցիչ աշխատանք կատարեր, որդու արտադպրոցական դասընթացի համար վճարելու։ Դա արդար չէր։ Անգամ հեռվից արդար չէր, որ իր նման մեկը, ով այդքան շատ բան էր տալիս իրենից, պետք է այդպես չարչարվեր։ Այդ գիշեր Էդուարդը չկարողացավ այլ բանի մասին մտածել։ Մենակ ընտրեց հսկայական ճաշասենյակում, նայելով 12 հոգու համար նախատեսված սեղանի շուրջ դատարկ աթոռներին, որոնք երբեք ոչ ոքի չէին հյուրընկալում։ Մտածեց Մարիամի մասին, որն ընտրում էր իր համեստ տանը, ափսեն կիսելով երեխաների հետ, գուցե հրաժարվելով սեփական ուտելիքից, որպեսզի նրանք ավելի շատ ուտեն։ Մտածեց 9-ամյա Դավիթի մասին, որը երազում էր ռոբոտաշինության ինժեներիայի մասին, Մարիամի մասին, որը ֆինանսական ակրոբատիկա էր անում, որդուն չհիասթափեցնելու համար։ Եվ հենց այդ ժամանակ նրա մտքում մի գաղափար սկսեց ձևավորվել։ Դա ողորմություն չէր։ Դա խղճահարություն չէր։ Դա շատ ավելի մեծ բան էր։
Դա անկեղծ ցանկություն էր, այլ կերպ վարվելու, օգտագործելու այն ամենը, ինչ ուներ, մի ձով, որն իսկապես կարևոր էր։ Կյանքում առաջին անգամ Էդուարդն ուզում էր օգնել ինչ-որ մեկին, ոչինչ չակնկալելով, փոխարենը չփորձարկելով, չպայմանավորելով։ Պարզապես օգնել, որովհետև դա ճիշտ էր։ Հաջորդ օրերին Էդուարդը սկսեց գործել։ Զուսպ, առանց աղմուկի, սկսեց իրականացնել մի ծրագիր, որը կառուցում էր իր մտքում։ Օգտագործեց իր կապերը գործարար աշխարհում իր կապերը իր ազդեցությունը, բայց այս անգամ ոչ թե գործարքներ կնքելու կամ շահույթը մեծացնելու համար։ Այս անգամ մի կյանք փոխելու համար։ Նախ կապ հաստատեց Երանի լավագույն մասնավոր դպրոցներից մեկի տնօրենի հետ, մտհաստատություն, որը համագործակցում էր միջազգային համալսարանների հետ, ուներ ազգային ճանաչում ունեցող մանկավարժական ծրագիր։ Էդուարդը տարիներ շարունակ հաստատության նվիրատու էր, նրա անունը շենքի թերից մեկի վրա էր, բայց նա երբեք իսկապես չէր ներգրավվել կրթական կողմում։ Այժմ նա հստակ նպատակ ուներ։ Ես ուզում եմ ստեղծել ամբողջական կրթաթոշակներ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների համար, ասաց նա տնօրենին։ 2 կրթաթոշակ, սկզբի համար, ամեն ինչ ներառյալ։ Ուսումնական նյութեր, համազգեստ, սնունդ, տրանսպորտ։ Ես ուզում եմ, որ նրանք լինեն երեխաներ, որոնք իսկապես արժանի են այս հնարավորությանը, որոնք ներուժ ունեն, բայց կյանքի հանգամանքները թույլ չեն տալիս, որ այստեղ սովորեն։ Տնօրենը ոգորված առաջարկից սկսեց խոսել ընտրության գործընթացների, սոցիալ-տնտեսական վերլուծությունների, գնահատման չափանիշների մասին։ Էդուարդը նրան նրբորեն ընդհատեց։ Ես արդեն մտքումս ունեմ երեխաներին, ասաց նա։ Դավիթ Հարությունյան, 9 տարեկան, Սոֆիա Հարությունյան, 6 տարեկան։ Կցանկանայի, որ մանկավարժական գնահատում անցկացնեիք, ստուգելու, թե որ դասարաններում պետք է գրանցվեն, հետո ես կհոգայի բոլոր ծախսերը անանուն կերպով։ Տնօրենը խոստացավ ամեն ինչ կազմակերպել գաղտնի, Էդուարդը մի բավարարվածություն զգաց, որը ոչ մի միլիոնանոց պայմանագիր երբեք նրան չէր պարգել։ Բայց նա դրանով չսահմանափակվեց։ Գնեց շուկայի լավագույն կորպորատիվ առողջության ապահովագրության պլաններից մեկը, այնպիսիներից, որոնք ընկերություններն առաջարկում էին միայն տնօրեններին բարձրաստիճան ղեկավարներին, ներառեց Մարիամին, նրա 2 երեխաներին տիկին Անահիտին որպես շահառուներ։ Ամբողջական ծածկույթ, առանց սպասման ժամանակահատվածի, քաղաքի լավագույն հիվանդանոցները հասանելի։ Հետո գնաց իր ներդրումային մենեջերի մոտ, մի խստաբարո մարդու, որը 15 տարի խնամում էր նրա հարստությունը։ Ես ուզում եմ ստեղծել ներդրումային հիմնադրամ, ասաց Էդուարդը։ Պահպանողական, անվտանգ, կայուն եկամտաբերությամբ։ Սկզբնական գումարը $500,000 համարժեք դրամ, Մարիամ Հարությունյանի անունով։ Նա չի կարող հասանելիություն ունենալ հիմնական գումարին առաջիկա 5 տարիների ընթացքում, բայց ամսական եկամուտները պետք է փոխանցվեն մի հաշվի, որը ես կբացեմ նրա համար։ Եվ ես ուզում եմ, որ ամեն ինչ արվի օրինական թափանցիկ։ Մենեջերը փորձեց վիճել այլ տարբերակների, ավելի ագրեսիվ ռազմավարությունների մասին, բայց Էդուարդը հաստատակամ էր։ Ես անվտանգություն եմ ուզում, ոչ թե ռիսկ։ Դա նրա ապագայի, նրա երեխաների ապագայի համար է։ Պետք է լինի ժայռի պես ամուր։ Ամեն ինչ պատրաստվեց 3 շաբաթվա ընթացքում։ Էդուարդը վերանայեց յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր իրավական մանրուք։ Ուզում էր, որ ամեն ինչ կատարյալ լինի, որ ոչինչ չկարողանա վիճարկվել կամ հետ շրջվել։ Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, նա պաշտոնական հանդիպում նշանակեց Մարիամի հետ։ Հաջորդ երկուշաբթի օրը, երբ նա եկավ աշխատանքի, Էդուարդը խնդրեց, որ նա նստի հյուրասենյակում։ Մարիամը անհանգիստ թվաց, մտածելով, թե գուցե իրեն աշխատանքից ազատում են, բայց նա արագ հանգստացրեց նրան։ Ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել, ասաց նա։ Ոչ մի վատ բան չկա, խոստանում եմ։ Սկսեց, ցույց տալով դպրոցի պայմանագիրը։ Բացատրեց Դավիթի Սոֆիայի համար ամբողջական կրթաթոշակների մասին, ուսուցման որակի, այն հնարավորությունների մասին, որոնք դա կարող էր բացել նրանց ապագայի համար։ Մարիամը լուռ լսում էր, աչքերը գնալով ավելի խոնավանում էին։ Հետո նա խոսեց առողջության ապահովագրության պլանի մասին, այն անվտանգության մասին, որը դա կբերեր իրեն տիկին Անահիտին։ Եվ վերջապես բացատրեց ներդրումային հիմնադրամի մասին, ամսական եկամուտների մասին, որոնք իրենը կլինեին, այն ֆինանսական կայունության մասին, որը դա ներկայացնում էր։ Երբ ավարտեց, Մարիամը լաց էր լինում։ Ոչ թե աղմկոտ կամ դրամատիկ լաց, այլ լուռ արցունքներ, որոնք հոսում էին նրա դեմքով, մինչ նա փորձում էր մարսել այն ամենը, ինչ լսում էր։
Պարոն Էդուարդ, վերջապես կարողացավ ասել նա, ձայնը դողալով, ես չեմ կարող սա ընդունել։ Դա չափազանց շատ է։ Ես ողորմություն չեմ ուզում։ Էդուարդը առաջ թեքվեց, ուղիղ նայելով նրա աչքերին։ Դա ողորմություն չէ, Մարիամ։ Դա ճանաչում է։ Դու ինձ ցույց տվեցիր մի բան, որը ես կորցրել էի շատ վաղուց։ Հավատը, որ այս աշխարհում լավ մարդիկ կան։ Դու մտար իմ տուն, տեսար բացահայտ դրված մի հարստություն, քո միակ մտահոգությունը ինձ վտանգի մասին զգուշացնելն էր։ Դու աշխատում ես մի նվիրումով, որը շատ ավելին է, քան ցանկացած աշխատավարձ կարող էր վճարել։ Դու երկու երեխա ես մեծացնում միայնակ, խնամում ես մորթ, այնուամենայնիվ պահպանում ես մի արժանապատվություն, մի ամբիծություն, որոնք ինձ ամաչեցնում են, երբ մտածում եմ այն մարդու տեսակի մասին, որը ես դարձել եմ։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Սա ծառայություն չէ, որ ես քեզ եմ մատուցում։ Սա պարտք է, որը ես մարում եմ ինքս ինձ հետ։ Բոլոր այն տարիների համար, որոնք ես վատնել եմ, փորձարկելով մարդկանց ազնվությունը, պարզապես վստահելու փոխարեն։ Բոլոր այն անգամների համար, երբ ես ընտրել եմ անվստահությունը հույսի փոխարեն։ Դու ինձ սովորեցրիր, որ ես կարող եմ ընտրել լինել տարբեր։ Թույլ տուր ինձ դա անել։ Թույլ տուր ինձ օգտագործել այն, ինչ ունեմ, մի բան անելու համար, որն իսկապես կարևոր է։ Մարիամը գլուխը թափահարեց, դեռ արցունքներն աչքերին։ Բայց պարոն, ես հպարտանում եմ իմ աշխատանքով։ Ես չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե ես օգտվում եմ։ Եվ դու չես օգտվում, հաստատական պատասխանեց Էդուարդը։ Այս ամենն ունի իրավական փաստաթղթեր, պաշտոնական պայմանագրեր։ Դու կշարունակես աշխատել այստեղ, վարձատրվելով քո աշխատանքի համար։ Այս մյուս բաները ներդրումներ են, որոնք ես անում եմ ապագայում։ Քո երեխաների ապագայում, քո առողջության, քո կայունության մեջ։ Դու արժանի ես ունենալ նույն հնարավորությունները, որոնք շատ այլ մարդիկ ունեն, միայն այն պատճառով, որ ծնվել են փողով ընտանիքներում։ Երկուսն էլ երկար լուռ մնացին։ Էդուարդը կարող էր տեսնել Մարիամի ներսում տեղի ունեցող ներքին պայքարը, հպարտության կարիքի մեջ ճակատամարտը, սխալ բան անելու վախի իր երեխաներին ավելի լավ կյանք տալու ցանկության մեջ։ Վերջապես, նա խորը շունչ քաշեց, նայեց նրան մի վճռականությամբ, որը նա արդեն լավ գիտեր։ Ես կընդունեմ, ասաց նա, ձայնն այժմ ավելի հաստատուն։ Բայց պայմաններով։ Ես կշարունակեմ աշխատել այստեղ նույն նվիրումով, ինչպես միշտ, առանց սա որպես անձնական ծառայություն ընդունելու։ Եվ մի օր, երբ կարողանամ, ինչ-որ կերպ կհատուցեմ։ Ոչ թե ձեզ, որովհետև գիտեմ, որ դուք կարիք չունեք, այլ մարդկանց, որոնք անցնում են նույնի միջով, ինչ ես եմ անցել։ Ես սա կդարձնեմ շրջան, ոչ թե ուղիղ գիծ։ Էդուարդը ժպտաց, դա իսկական ժպիտ էր, որը լուսավորեց նրա դեմքը մի ձով, որը նա չէր հիշում, թե զգացել է տարիներ։ Շարունակ։ Կարծում եմ, սա ամենագեղեցիկ բանն է, որ ինչ-որ մեկը երբեք ինձ ասել է, պատասխանեց նա։ Եվ այսպես սկսվեց մի նոր փուլ։ Մի փուլ, որտեղ սառը առանձնատունը սկսեց ջերմություն ձեռք բերել, որտեղ զրույցները փոխարինեցին լռությանը, որտեղ հույսը սկսեց ծլել մի սրտում, որն այնքան երկար էր փակվել։ Էդուարդը դեռ չգիտեր, բայց դա ընդամենը մի վերափոխման սկիզբն էր, որը կփոխեր նրա կյանքը ընդմիշտ։ Հաջորդող ամիսները բերեցին փոփոխություններ, որոնք Էդուարդը երբեք չէր պատկերացնի։ Մարիամի կյանքը սկսեց տեսանելի խորը կերպով փոխվել, բայց ամենաշատը նրան զարմացրեց հենց իր սեփական վերափոխումը։ Կարծես, օգնելով այդ կնոջն ու նրա ընտանիքին, նա գտել էր մի դուռ, որը տանում էր դեպի իր ավելի վաղ տարբերակը, որը կորել էր մանկության ինչ-որ մի անկյունում, նախքան փողն ու անվստահությունը պարիսպներ կկառուցեին նրա սրտի շուրջ։ Դավիթն ու Սոֆյան օգոստոսին սկսեցին հաճախել նոր դպրոց։ Մարիամը ուրախության արցունքներն աչքերին պատմեց Էդուարդին նրանց առաջին օրվա մասին։ Դավիթը լարված էր, բայց ոգորված, գրկել էր նոր պայուսակը, կարծես գանձ լիներ։ Սոֆյան անընդհատ պտտվում էր համազգեստով, կարծելով, թե արքայադստեր է նման։ Տղան արագորեն աչքի ընկավ մաթեմատիկայի գիտության դասերին, դպրոցն առաջարկեց, որ նա մասնակցի ակադեմիական օլիմպիադաների։ Սոֆյան իր մեջ բացահայտեց արվեստի թատրոնի հանդեպ սերը, ուսուցչուհին նշեց, որ նա բնատուր տաղանդ ունի զգացմունքներ արտահայտելու համար։ Երբ Մարիամն այս պատմությունները կիսում էր նախաճաշի ընթացքում, որը նրանք սկսել էին միասին անել աշխատանքային առավոտներին, Էդուարդը զգում էր, թե ինչպես է ինչ-որ բան տաքանում իր կրծքում։ Նա երջանկություն էր գնել։ Ոչ։ Նա վերացրել էր խոչընդոտները, որոնք խանգարում էին այդ ընտանիքին ծաղկել։
Եվ նրանք այնքան գեղեցիկ էին ծաղկում, որ անհնար էր դրա մի մասը չզգալ։ Տիկին Անահիտը վերջապես կարողացավ անցնել սրտաբանական հետազոտությունները, որոնք տարիներ շարունակ հետաձգում էր միջոցների բացակայության պատճառով։ Բժիշկը, օգտագործելով առաջնակարգ առողջապահական ապահովագրությունը, հայտնաբերեց որոշ խնդիրներ, որոնք կարելի էր բուժել համապատասխան դեղորայքով կանոնավոր հսկողությամբ։ Մարիամն այդ օրը տուն վերադարձավ, առաջին անգամ Էդուարդի հետ ծանոթանալուց ի վեր, աշխատանքի գալով, պարզապես գրկեց նրան։ Դա ամուր, երախտագիտությամբ լի գրկախառնություն էր, Էդուարդը մի պահ քարացավ, նախքան անհարմար, բայց անկեղծորեն պատասխանելը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Շնորհակալ եմ, որ մորս հետ ավելի շատ տարիներ պարգեցիր։ Բայց փոփոխությունները տեղի էին ունենում ոչ միայն Մարիամի կյանքում։ Էդուարդը սկսեց փոխվել այնպես, ինչպես ինքն էլ չէր սպասում։ Սկսեց ավելի շուտ տուն գալ այն օրերին, երբ նա աշխատում էր, պատրվակներ հորինելով ներկա գտնվելու համար։ Զրույցները խորացան, մակերեսային լինելուց անցնելով ավելի անձնական, ավելի իրական թեմաների։ Նա պատմում էր իր վախերի, այն զգացողության մասին, թե կյանքի տարիներ է վատնել ավելի շատ փողի դատարկ որոնումների վրա, երբ արդեն ուներ ավելին, քան կարող էր ծախսել 10 կյանքում։ Նա խոսում էր իր երազանքների, այն մասին, թե ինչպես կցանկանար վերադառնալ ուսմանը, գուցե մանկավարժություն սովորել, երեխաների հետ աշխատել։ Այդ զրույցներից մեկի ժամանակ Էդուարդի մտքով մի գաղափար անցավ։ Իսկ ինչո՞վ ոչ, հարցրեց նա։ Ինչու՞ չես վերադառնում ուսմանը։ Կարող ես երեկոյան դպրոց գնալ, ավարտել ավագ դպրոցը, հետո ընդունելության քննություն հանձնել։ Ես կարող եմ այստեղ քո ժամանակացույցը հարմարեցնել, կարող ես կես դրույքով աշխատել, մյուս կեսում սովորել։ Մարիամը նրան նայեց հույսի անհավատության խառը արտահայտությամբ։ Պարոն Էդուարդ, ես 35 տարեկան եմ։ Արդեն անցել է դեռահասների հետ դասարանում նստելու տարիքս։ Հիմարություն, պատասխանեց Էդուարդը մի համոզմունքով, որը զարմացրեց հենց իրեն։ Սովորելու համար երբեք ուշ չէ։ Եվ դու հիանալի օրինակ կլինես Դավիթի Սոֆիայի համար։ Պատկերացնո՞ւմ ես, երբ նրանք տեսնեն իրենց մայրիկին սովորելիս, ջանք թափելիս, դիպլոմ ստանալիս։ Դու արդեն այնքան շատ բան ես նրանց սովորեցրել, բայց սա ցույց կտա, որ մենք միշտ կարող ենք նորից սկսել։ Մարիամը լուռ մնաց, մտածելով այդ խոսքերի մասին։ Օրեր անց նա գրանցվեց իր տան մոտ գտնվող պետական դպրոցի երիտասարդների մեծահասակների կրթության դասընթացին։ Էդուարդը փոխեց նրա պայմանագիրը, որպեսզի նա աշխատի միայն շաբաթական 3 առավոտ, պահպանելով նույն աշխատավարձը։ Դա ողորմություն չէր, պնդեց նա, երբ Մարիամը բողոքեց։ Դա ներդրում էր ապագայի մեջ։ Եվ նա արժանի է ժամանակ ունենալ իր համար, իր երազանքների համար։ Ամիսներն անցնում էին, առանձնատունը, որը նախկինում լռությամբ էր արձագանքում, սկսեց կյանքով լցվել։ Մարիամը սկսեց երեխաներին բերել այնտեղ, որտեղ աշխատում էր, միշտ շաբաթ օրերին, երբ Էդուարդը հրավիրում էր։ Դավիթը հիացած էր Էդուարդի հսկայական գրադարանով, որը նա երբեք չէր օգտագործում, տղան կլանում էր գիտության ու տեխնոլոգիաների մասին գրքերը։ Սոֆյան ուսումնասիրում էր այգին, նկարում ծաղիկները, պատմություններ հորինում դեկորատիվ արձանների մասին։ Էդուարդը երեխաներին դիտում էր մի քնքշությամբ, որն իր մեջ չէր ճանաչում։ Զարգացնող խաղեր գնեց Դավիթի համար, տղային շախմատ խաղալ սովորեցրեց, տպավորվեց, թե որքան արագ էր նա սովորում ռազմավարությունները։ Սոֆիայի համար պրոֆեսիոնալ նկարչական պարագաներ գնեց, առանձնատան դատարկ սենյակներից մեկը հատկացրեց որպես աղջկա արվեստանոց։ Փոքրիկը նրան անվանում էր Քերի Էդո, մի մականուն, որը նա երբեք ոչ ոքի թույլ չէր տա օգտագործել, բայց որը այդ երեխայի շուրթերից հնչում էր երաժշտության պես։ Մի շաբաթ օրվա կեսօրին, երբ Դավիթն ու Էդուարդը շախմատ էին խաղում աշխատասենյակում, իսկ Սոֆյան նկարում էր հատակին նստած Մարիամի կողքին, որը պատմության քննությանն էր պատրաստվում, Էդուարդը հանկարծակի հայտնություն ունեցավ։ Սա ընտանիք էր։ Ոչ թե ավանդական իմաստով, ոչ արյունակցական կապերով, այլ անկեղծ կապով, իսկական ջերմությամբ, ներկայությամբ, որը լցնում էր նրա կյանքի դատարկ տարածքները։ Նա նայեց Մարիամին, որը կենտրոնացած էր իր գրքերի վրա, ընթերցանության ակնոցը, որը նա էր գնել նրա համար, սահում էր քթի վրայով, զգաց մի բան, որը չէր զգացել այնքան երկար, որ գրեթե չճանաչեց։ Դա երջանկություն էր։ Պարզ, մաքուր, առանց բարդությունների։ Էդուարդի փոփոխությունները դուրս եկան իր տան պատերից։ Նա սկսեց իր բիզնես կայսրությանը նայել այլ աչքերով։
Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ, երբ ֆինանսական տնօրենը ներկայացրեց ծախսերը կրճատելու ծրագիր, աշխատանքից ազատելով գործառնական բաժինների աշխատակիցներին, Էդուարդը նրան ընդհատեց. «Մենք 3 միլիարդ դոլարին համարժեք գումար ունենք բանկում», ասաց նա հանգիստ։ «Մեր տարեկան շահույթը անհավանական է։ Մենք ոչ ոքի աշխատանքից չենք ազատելու շահույթի մարժան բարձրացնելու համար։ Փոխարենը, մենք կստեղծենք կրթաթոշակային ծրագիր մեր աշխատակիցների երեխաների համար։ Եվ արժանապատիվ առողջապահական ապահովագրություն բոլորի համար, ոչ միայն ղեկավարների»։ Տնօրենները նրան նայեցին, կարծես խելագարված լիներ։ Նրանցից մեկը փորձեց վիճել բաժնետերերի հանդեպ պատասխանատվության արժեքի առավելագույնացման մասին։ Էդուարդը նրան կտրեց սառը հայացքով. «Ես այս ընկերության ամենամեծ բաժնետերն եմ։ Եվ ես ասում եմ, որ մեր արժեքը չի չափվում միայն հաշվեկշռի թվերով։ Այն չափվում է այն կյանքերով, որոնց վրա մենք ազդում ենք։ Իրականացրեք այն, ինչ ասացի, կամ ես կգտնեմ տնօրեններ, որոնք դա կհասկանան»։ Էդուարդ Միքայելյանի դիրքորոշման փոփոխության մասին լուրը տարածվեց շուկայում։ Ոմանք նրան խելագար անվանեցին, ոմանք՝ հեռատես։ Նրան չէր հետաքրքրում պիտակներից ոչ մեկը։ Նա միայն գիտեր, որ բացահայտել է հարստություն կուտակելուց ավելի կարևոր բան։ Այդ հարստությունն օգտագործելը մարդկանց կյանքում իրական փոփոխություն մտցնելու համար։ Նա ստեղծեց հիմնադրամ, որը կենտրոնացած էր խոցելի իրավիճակում գտնվող երեխաների կրթության վրա։ Ոչ թե հարկերից խուսափելու կեղծ հիմնադրամ, այլ լուրջ նախագիծ, նվիրված թիմով, հստակ նպատակներով, յուրաքանչյուր շահառու երեխայի անհատական հսկողությամբ։ Առաջին փորձնական ծրագիրը օգուտ բերեց 100 երեխայի, որակյալ դպրոցներում ամբողջական կրթաթոշակներով։ Էդուարդը պնդում էր, որ ճանաչի յուրաքանչյուրին, իմանա նրանց անունները, երազանքները։ Եվ յուրաքանչյուր երեխայի մեջ նա տեսնում էր Դավիթին ու Սոֆիային, տեսնում էր Մարիամին, տեսնում էր հնարավորություն, ուղղելու այն, ինչ հասարակությունն այնքան երկար սխալ էր անում։ Մարիամն այս փոփոխություններին հետում էր հպարտության մի այլ բանի խառնուրդով, որը դեռ չէր կարողանում անվանել։ Նա տեսնում էր, թե ինչպես է Էդուարդը փոխվում իր աչքի առաջ, սառը հեռու մարդը տեղի էր տալիս ջերմ, ներկա, առատաձեռն մեկին։ Նա գիտեր, որ չի կարող ամբողջ վաստակը իրեն վերագրել, բայց զգում էր, որ ինչ-որ կերպ կատալիզատոր է եղել, մի կայծ, որը վառել է մի բան, որը միշտ այնտեղ է եղել, պարզապես քնած։ Բայց այս գիտակցության հետ գալիս էր նա զգացմունքների աճող խառնաշփոթ։ Մարիամը սկսեց նկատել, որ անհամբեր սպասում է աշխատանքային առավոտներին, ոչ թե աշխատավարձի կամ արտոնությունների համար, այլ նրա մոտ լինելու հնարավորության համար։ Նրանց զրույցները դարձել էին իր օրերի գագաթնակետը։ Նա իրեն բռնում էր նրա մասին մտածելիս, երբ գիշերը սովորում էր, պատկերացնելով, թե ինչ կասեր նա այս կամ այն թեմայի մասին, ինչպես կարձագանքեր այս կամ այն նորությանը։ Եվ դա նրան խորապես վախեցնում էր։ Դա երախտագիտություն էր, թե մի այլ բան։ Մարիամն անընդհատ ինքն իրեն հարցնում էր։ Վախենում էր շփոթել զգացմունքները, հիացմունքը վերածել մի բանի, որը չպետք է գոյություն ունենար։ Ի վերջո, Էդուարդը նրա գործատուն էր, որքան էլ որ նա պնդեր, թե իրեն հավասարի պես է վերաբերվում։ Հսկայական տարբերություն կար նրանց աշխարհների, համատեքստերի, իրականությունների մեջ։ Նա պարզ կին էր, միայնակ մայր, որը դեռ ավարտում էր ավագ դպրոցը 35 տարեկանում։ Նա միլիարդատեր էր, ազդեցիկ գործարար, կայսրության տեր։ Իմաստ չուներ։ Բայց սիրտը չէր հետում բանականության տրամաբանությանը։ Էդուարդը նույնպես պայքարում էր իր սեփական զգացմունքների հետ։ Նկատում էր, որ սկսում է ավելի շատ խնամվել այն օրերին, երբ Մարիամը պետք է աշխատանքի գար, որ ընտրում էր վերնաշապիկներ, որոնք նա պատահաբար գովել էր, որ իրեն բռնում էր պատրվակներ ստեղծելիս, զրույցները երկարացնելու համար։ Նա գեղեցիկ էր, այո, բայց դա միայն դա չէր։ Դա նրա ուժն էր, արժանապատվությունը, այն ձև, որով նա աշխարհին նայում էր երախտագիտությամբ, չնայած բոլոր դժվարություններին։ Դա այն խելքն էր, որը փայլում էր նրա աչքերում, երբ նրանք քննարկում էին այն թեմաները, որոնք նա սովորում էր։ Դա այն ձն էր, որով նա սիրում էր իր երեխաներին, խնամում մորը, բոլոր մարդկանց վերաբերվում նույն հարգանքով, անկախ սոցիալական դիրքից։ Բայց Էդուարդն իրեն ինքնակոչ էր զգում։ Ինչ իրավունք ուներ նա նման բան զգալու Մարիամի հանդեպ։ Նա, ով տասնամյակներ շարունակ կասկածել էր մարդկային բարությանը, դաժանորեն փորձարկել մարդկանց, ապրել անվստահության եսասիրության բոժոժի մեջ։ Նա արժանի էր ավելի լավին, մեկին, ով միշտ լավն է եղել, ոչ թե մեկին, ով նոր էր սովորում այդպիսին լինել։
Եվ կար նա գործնական հարցը. նա տեխնիկապես նրա գործատուն էր։ Ինչպես կարող էր զգացմունքներ արտահայտել, առանց որ դա թվար իշխանության չարաշահում, առանց որ նա իրեն ճնշված կամ պարտավորված զգար։ Այսպիսով, երկուսն էլ շարունակում էին, յուրաքանչյուրը պահելով իր զգացմունքները, յուրաքանչյուրը վախենալով հաջորդ քայլն անելուց։ Տիկին Անահիտն էր, որ առաջինը նկատեց։ Մի կիրակի օր, երբ Էդուարդը հրավիրված էր ճաշի Մարիամի տանը, մի բան, որը գնալով ավելի հաճախ էր պատահում, ջերմակ մազերով իմաստուն հայացքով տիկինը նկատեց, թե ինչպես է նա նայում իր դստերը։ Նկատեց նա, թե ինչպես է Մարիամը լուսավորվում, երբ նա գալիս է, ինչպես է ավելի շատ ծիծաղում, ինչպես են նրա աչքերը հետում նրան, երբ նա խաղում է երեխաների հետ փոքրիկ բակում։ Ճաշից հետո, երբ Մարիամը գնաց երեխաներին հանգստացնելու, իսկ Էդուարդն օգնում էր սպասքը լվանալ, տիկին Անահիտը մոտեցավ։ Պարոն Էդուարդ, կարող եմ մի խորհուրդ տալ մեկից, ով արդեն շատ է ապրել։ Իհարկե, տիկին Անահիտ, պատասխանեց նա, մի փոքր լարված նրա լուրջ տոնից։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի երջանկությունը բաց թողնենք վախի պատճառով, ասաց նա, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք նայում իմ դստերը։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է նա նայում ձեզ։ Դուք երկուստ էլ պարում եք մի բանի շուրջ, որը բոլորի համար ակնհայտ է, բացի ձեզանից։ Էդուարդը զգաց, որ դեմքը տաքանում է։ Տիկին Անահիտ, ես երբեք ոչինչ չէի անի, որը կարող էր վարկաբեկել Մարիամին կամ նրան անհարմար զգալ ստիպել։ Ես չափազանց շատ եմ հարգում նրան, որպեսզի։ Նա նրան ընդհատեց բարի ժպիտով։ Ես դա գիտեմ, տղաս։ Ցանկացած մարդ, ով տեսնում է, թե ինչպես եք դուք փոխվել, գիտի, որ ձեր սիրտն անկեղծ է։ Բայց երբեմն մենք պետք է խիզախ լինենք։ Իմ դուստրը շատ բաների միջով է անցել, նրան վիրավորել են, նա սովորել է իրեն պաշտպանել։ Բայց նա արժանի է երջանիկ լինելու։ Եվ եթե ես պետք է իմ կարծիքը հայտնեմ, կարծում եմ, դուք նույնպես արժանի եք։ Էդուարդը խոսքեր չուներ։ Տիկին Անահիտը ջերմորեն թփթփացրեց նրա թին դուրս եկավ խոհանոցից, նրան մենակ թողնելով իր խառնաշփոթ մտքերի հետ։ Այդ գիշեր, վերադառնալով առանձնատուն, Էդուարդը չկարողացավ քնել։ Մնաց պատշգամբում, նայելով աստղերին, մտածելով այն ամենի մասին, ինչ ասել էր տիկին Անահիտը։ Հնարավոր էր։ Կարող էր իրական ինչ-որ բան լինել իր Մարիամի մեջ, թե։ Դա պարզապես միայնակ մարդու երակայությունն էր, ով վերջապես գտել էր մեկին, որը նրան ստիպում էր իրեն նորից մարդ զգալ։ Որոշեց, որ պետք է վստահ լինի սեփական զգացմունքներում, նախքան որևէ բան անելը։ Հաջորդ շաբաթներն անցկացրեց, ինքն իրեն դիտելով, ինքն իրեն հարցեր տալով։ Եվ յուրաքանչյուր անցնող օրվա հետ պատասխանն ավելի պարզ էր դառնում։ Նա ոչ միայն հիացած էր Մարիամով։ Դա ոչ միայն երախտագիտություն էր, որ նա փոխել էր իր կյանքի հեռանկարը։ Դա սեր էր։ Մի սեր, որը տարբերվում էր այն ամենից, ինչ երբեք զգացել էր, որովհետև այն հիմնված էր անկեղծ հարգանքի, իսկական հիացմունքի, խորը կապի վրա։ Մարիամը նույնպես իր սեփական եզրակացությանը հանգեց այս ընթացքում։ Մի գիշեր, երբ սովորում էր երեկոյան դպրոցի ավարտական քննությունների համար, նա կանգ առավ մաթեմատիկայի վարժության կեսին, ինքն իրեն խոստովանեց այն ճշմարտությունը, որից խուսափում էր։ Սիրահարված էր Էդուարդին։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա փոխել էր իր կյանքը ֆինանսապես, այլ որովհետև նա թույլ էր տվել իրեն խոցելի լինել իր հետ, որովհետև նա խաղում էր իր երեխաների հետ անկեղծ ջերմությամբ, որովհետև նա իսկապես լսում էր իրեն, երբ նա խոսում էր, որովհետև նա ստիպում էր իրեն զգալ տեսանելի, գնահատված, կարևոր։ Բայց ինչպես Էդուարդը, նա էլ վախենում էր։ Վախենում էր, որ դա կարող է փչացնել այն ամենը, ինչ նրանք կառուցել էին։ Վախենում էր սխալ թույլ տալուց։ Վախենում էր, որ բավարար չի լինի նրա նման մեկի համար։ Այսպիսով, երկուսն էլ շարունակում էին, պահելով իրենց զգացմունքները փխրուն գանձերի պես, սպասելով ճիշտ պահի, որը գուցե երբեք չգար, եթե դա կախված լիներ միայն նրանցից որևէ մեկի խիզախությունից։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ ճակատագիրը պատրաստվում էր ստիպել մի որոշում կայացնել, որը կփոխեր ամեն ինչ ընդմիշտ։ Դեկտեմբերը երան բերեց տարեվերջին բնորոշ այդ խոնավ տաքությունը։ Քաղաքը պատրաստվում էր տոներին, փողոցները լցվում էին գունավոր լույսերով, Մարիամի ու Էդուարդի կյանքում մի յուրահատուկ բան էր պատրաստվում տեղի ունենալ։ Մարիամը վերջապես կավարտեր ավագ դպրոցը երիտասարդների մեծահասակների կրթության ծրագրի միջոցով։
Ավարտական երեկոն պարզ էր լինելու, հենց դպրոցում կայանալիք արարողությամբ, բայց նրա համար դա նշանակում էր գրեթե 20 տարի պահած երազանքի իրականացում։ Էդուարդը ավարտական երեկոյի ամսաթվի մասին իմացել էր շաբաթներ առաջ։ Մարիամը պատահաբար նշել էր նախաճաշի ժամանակ, փորձելով թաքցնել հուզմունքը ձայնի մեջ, բայց նա նկատել էր։ Տեսնում էր, թե որքան կարևոր էր դա նրա համար, ինչպես էր նա սովորում ամեն գիշեր երեխաներին քնեցնելուց հետո, ինչպես էր տետրեր ու գրքեր տանում ամենուր, օգտագործելով հասարակական տրանսպորտում յուրաքանչյուր ազատ րոպեն, նյութերը կրկնելու համար։ Նա նվիրվել էր նույն վճռականությամբ, որը կիրառում էր կյանքի ամեն ինչում, այժմ պատրաստվում էր քաղել այդ ջանքերի պտուղները։ Բայց Էդուարդն այլ ծրագրեր ուներ, քան պարզապես արարողությանը ներկա գտնվելը։ Վերջին շաբաթներին նա մի բան էր ծրագրում, որը նրան այնպես էր նյարդայնացնում, ինչպես երբեք չէին արել նույնիսկ ամենամեծ բիզնես բանակցությունները։ Վստահ էր իր զգացմունքներում, վստահ էր, թե ինչ է ուզում, բայց դեռ կրում էր փոխադարձ չլինելու, Մարիամի մոտ տեսնել կարծած նշանները սխալ մեկնաբանելու վախը։ Մի քանի անգամ էլ խոսեց տիկին Անահիտի հետ, խորհուրդներ փնտրելով, փորձելով հասկանալ, արդյոք ճիշտ է վարվում։ Տիկինը միշտ նրան ջերմությամբ էր ընդունում, սուրճ էր հյուրասիրում, մայրական համբերությամբ լսում նրա մտահոգությունները։ «Պարոն Էդուարդ», ասում էր նա, «դուք այնքան եք փոխվել, երբ մտաք իմ դստեր կյանք»։ Եվ նա նույնպես փոխվեց։ Ես իմ Մարիամին ավելի շատ եմ ժպտալիս տեսել այս ամիսներին, քան վերջին տարիներին։ Դա քիչ բան չէ։ Դավիթն ու Սոֆյան նույնպես դարձել էին նրա ակամա դաշնակիցները։ Տղան, այժմ 10 տարեկան գնալով ավելի խելացի, մի անգամ հարցրեց, թե արդյոք Էդուարդը սիրում է իր մայրիկին։ Հարցը հնչեց շախմատի պարտիայի ժամանակ, ուղիղ առանց շրջանցելու, ինչպես միայն երեխաներն են կարողանում։ Էդուարդը մի քանի վայրկյան պատասխան չուներ, փորձելով որոշել լինել ազնիվ, թե խուսափողական։ Ընտրեց ազնվությունը։ Ես շատ եմ սիրում քո մայրիկին, Դավիթ։ Նա անհավանական մարդ է։ Տղան մի խաղաքար շարժեց խաղատախտակի վրա ժպտաց։ Կարծում եմ, նա էլ է ձեզ սիրում։ Տանը անընդհատ ձեր մասին է խոսում։ Քերի Էդոն այսպես ասաց, Քերի Էդոն այնպես արեց։ Սոֆյան նույնիսկ ասաց, որ կուզեր, որ դուք մեր իսկական հայրիկը լինեիք։ Էդուարդը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքում։ Այդ երեխաները մտել էին իր կյանք լցրել տարածքներ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Մտածելը, որ նրանք նույնպես ջերմություն են զգում իր հանդեպ, որ իրեն ընտանիքի անդամ են համարում, գրեթե չափազանց շատ էր Մարսելու համար։ Իսկ դուք կուզեիք դա, հարցրեց նա, պահպանելով անփույթ տոնը, չնայած արագացած սրտխփոցին։ Դավիթը մանկական բնականությամբ ուսերը թոթվեց։ Իհարկե։ Դուք լավն եք։ Եվ մայրիկը երջանիկ է, երբ ձեր կողքին է։ Մենք միայն ուզում ենք, որ նա երջանիկ լինի։ Հենց այս զրույցն էր, որ Էդուարդին տվեց իրեն անհրաժեշտ վերջնական խիզախությունը։ Նա սկսեց ամեն ինչ պլանավորել մանրուքներով։ Ուզում էր ինչ-որ յուրահատուկ բան անել, մի բան, որը ցույց կտար Մարիամին, թե որքան է նա նշանակում իր համար, բայց առանց ցուցադրական կամ անհարմար լինելու։ Գիտեր նրա համեստությունը, գիտեր, որ նա չէր սիրի մեծ հանրային ժեստեր կամ հարստության չափազանցված ցուցադրումներ։ Ավարտական արարողությունը տեղի էր ունենալու ուրբաթ երեկոյան։ Էդուարդը խնդրեց գալ, Մարիամը ամաչկոտ ժպիտով համաձայնեց։ Տիկին Անահիտը երեխաների հետ կգնար, նա կմիանար նրանց։ Դա առաջին անգամն էր, որ Էդուարդը կմտներ հանրային դպրոց, մոտիկից կտեսներ այն իրականությունը, որով Մարիամն ապրում էր ամեն օր։ Դպրոցը համեստ էր, պատերը ներկելու կարիք ունեին, նստարանները հին էին, բայց մաքուր, բայց այնտեղ կար մի մարդկային ջերմություն, հույսի մի էներգիա, որը նրան զարմացրեց։ Մարիամը հիասքանչ էր։ Նա հագել էր պարզ կապույտ զգեստ, որը գնել էր թաղամասի խանութից, մազերը բաց թողած թափվում էին ուսերին, դեմքին, նյարդային, բայց շողշողուն ժպիտ։ Երբ նրան կանչեցին դիպլոմը ստանալու, Դավիթն ու Սոֆյան ոգորությամբ բղավեցին, տիկին Անահիտը լաց եղավ, Էդուարդն այնքան ուժեղ հպարտություն զգաց, որ ստիպված էր մի քանի անգամ թարթել, հուզմունքը զսպելու համար։ Նա դա նվաճել էր միայնակ, ջանքով նվիրումով, արժանի էր տոնելու։ Արարողությունից հետո Էդուարդն առաջարկեց, որ բոլորը միասին ընթրեն։ Մարիամը համաձայնեց, կարծելով, թե դա կլինի թաղամասի որևէ պարզ ռեստորանում։ Բայց նա զարմացրեց նրան, բոլորին տանելով կենտրոնի մի էլեգանտ, բայց հարմարավետ ռեստորան, մի վայր, որը նա խնամքով ընտրել էր։ Այն չափազանց ցուցադրական չէր, բայց բավականաչափ յուրահատուկ էր, առիթը նշելու համար։
Երեխաները հիացած էին ճաշացանկով, տիկին Անահիտը գովեց դիզայնը, Մարիամը շուրջը նայում էր երջանկությունից փայլող աչքերով։ Ընթրիքի ընթացքում Էդուարդը ներողություն խնդրեց, մի քանի րոպեով դուրս եկավ։ Երբ վերադարձավ, ձեռքերում մի մեծ ծրար ուներ։ Մարիամ, ասաց նա, ձայնն ավելի լուրջ, ուզում եմ քեզ ավարտական նվեր տալ։ Ոչ մի շքեղ բան չէ, բայց կարծում եմ օգտակար կլինի քո կյանքի հաջորդ քայլի համար։ Նա զգուշորեն բացեց ծրարը, ներսում գտավ սեփականության վկայական։ Մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե ինչ է տեսնում։ Դա տան սեփականության վկայական էր։ 3 սենյականոց տուն, հարավային մասի անվտանգ հանգիստ թաղամասում, բակով, ավտոտնակով, լավ դպրոցների, հասարակական տրանսպորտի մոտ։ Եվ այն նրա անունով էր։ Էդուարդ, ես չեմ կարող սա ընդունել, ասաց նա, ձայնը դողալով։ Դա չափազանց շատ է։ Դա… Դու կարող ես կընդունես, նրբորեն ընդհատեց նա։ Մարիամ, դու ամբողջ կյանքդ աշխատել ես։ Միայնակ խնամել ես երեխաներիդ, պահել մորթ, երբեք ոչ ոքից ոչինչ չես խնդրել։ Դու արժանի ես ունենալ մի վայր, որը քոնը կլինի, որտեղ դու կարիք չես ունենա անհանգստանալու վարձի համար, որտեղ երեխաները կարող են անվտանգ մեծանալ։ Սա ողորմություն չէ։ Ճանաչում է։ Երախտագիտություն է այն ամենի համար, ինչ դու ներկայացնում ես իմ կյանքում։ Արցունքները սկսեցին հոսել Մարիամի դեմքով։ Տիկին Անահիտը նույնպես լաց էր լինում, նույնիսկ Դավիթն ու Սոֆյան, որոնք լիովին չէին հասկանում, թե ինչ է կատարվում, զգացին պահի կարողությունը։ Մարիամը վեր կացավ աթոռից, շրջանցեց սեղանը, ամուր գրկեց Էդուարդին։ Շնորհակալ եմ, շշնջաց նա նրա ականջին։ Շնորհակալ եմ, որ հավատացիր ինձ, երբ ես ինքս էի կասկածում։ Էդուարդը պատասխանեց գրկախառնությանը, զգալով նրա պարզ բույրը, այդ մարմնի ջերմությունը իրենին կպած, իմացավ, որ պետք է ասի։ Պետք է ազնիվ լիներ իր զգացմունքների մասին, անկախ արդյունքից։ Երբ նա հետ քաշվեց, սրբելով արցունքները, նա նրբորեն բռնեց նրա ձեռքերը։ Մարիամ, մի բան էլ կա, որ պետք է քեզ ասեմ։ Եվ նախքան որևէ բան պատասխանել, ուզում եմ, որ իմանաս, որ ոչ մի ճնշում չկա։ Եթե դու նույնը չզգաս, ամեն ինչ կմնա ինչպես կա։ Դու կշարունակես աշխատել ինձ հետ, կշարունակես լինել իմ ընկերը, ոչինչ չի փոխվի։ Բայց ես այլս չեմ կարող սա պահել։ Նա նայեց նրան, աչքերը դեռ խոնավ, շփոթված, բայց ուշադիր։ Էդուարդը խորը շունչ քաշեց։ Ես սիրահարվել եմ քեզ։ Չգիտեմ, երբ հենց դա տեղի ունեցավ, արդյոք երբ դու ինձ ցույց տվեցիր, որ աշխարհում դեռ բարություն կա, արդյոք երբ տեսա, թե ինչպես ես դու պայքարում քո երեխաների համար այդքան վճռականությամբ, արդյոք այն հազարավոր զրույցներից մեկի ժամանակ, որոնք մենք ունեցել ենք ամեն ինչի ոչնչի մասին։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ ես գիտեմ, որ մեր աշխարհները տարբեր են, որ մեր պատմությունը սկսվել է անսովոր ձով, բայց դու ինձ փոխեցիր։ Սովորեցրիր ինձ նորից վստահել, նորից զգալ, նորից ապրել։ Ես սիրում եմ քեզ, Մարիամ։ Սիրում եմ մի ձով, որ նույնիսկ չգիտեի, թե հնարավոր է զգալ։ Շուրջ բոլորի ռեստորանը կարծես անհետացել էր։ Գոյություն ունեին միայն նրանք երկուսը, ձեռքերը միահյուսված, աչքերը միմյանց հառած։ Մարիամը զգում էր, որ սիրտը այնքան ուժեղ է բաբախում, որ վստահ էր, բոլորը կարող են լսել։ Եվ հետո, հուզված, բայց հաստատուն ձայնով, նա պատասխանեց. Ես էլ եմ քեզ սիրում, Էդուարդ։ Այնքան երկար եմ վախեցել դա խոստովանելուց, վախեցել եմ երախտագիտությունը սիրո հետ շփոթելուց, վախեցել եմ փչացնելու այն ամենը, ինչ կառուցել ենք։ Բայց դա երախտագիտություն չէ։ Դա իսկական սեր է։ Դու ինձ ստիպում ես ավելի լավը լինել, ստիպում ես հավատալ ինքս ինձ, ստիպում ես զգալ, որ կարող եմ ավելի բարձր երազել։ Եվ երբ քո կողքին եմ, ես պարզապես ինձ տանն եմ զգում։ Էդուարդը ժպտաց, մի հսկայական ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը, Մարիամին քաշեց դեպի իրեն, համբուրելու։ Դա քնքուշ համբույր էր, լի խոստումներով, հույսով, այն ամենով, ինչ երկուսն էլ այդքան երկար պահել էին։ Երբ նրանք բաժանվեցին, Դավիթը ոգորությամբ ծափահարում էր, Սոֆյան ցատկոտում էր աթոռի վրա, ուրախությունից բղավելով, իսկ տիկին Անահիտը անձեռոցիկով սրբում էր արցունքները, ականջից ականջ ժպտալով։ Քերի Էդոն հիմա մեր իսկական հայրիկը կլինի, հարցրեց Սոֆյան իր 7 տարեկանին բնորոշ անմեղությամբ։ Էդուարդը աղջկան գրկեց ասաց. Եթե դուք ուզենաք, եթե ձեր մայրիկը համաձայնի, ես մեծ սիրով կցանկանայի իսկապես այս ընտանիքի մասը լինել։ Հաջորդող ամիսները մաքուր երջանկության ամիսներ էին։
Էդուարդն ու Մարիամը սիրահարված դեռահասների պես հանդիպում էին, բացահայտում միմյանց, սովորում կառուցել հարգանքի անկեղծ սիրո վրա հիմնված հարաբերություններ։ Նա երեխաների տիկին Անահիտի հետ տեղափոխվեց նոր տուն, բայց հանգստյան օրերն անցկացնում էին առանձնատանը, որը սկսեց իսկական կյանքով ապրել։ Մանկական ծիծաղի ձայները արձագանքում էին միջանցքներում, տնական ուտելիքի հոտը փոխարինում էր երբեք չօգտագործվող արդյունաբերական խոհանոցի դատարկությանը։ Էդուարդը Մարիամին աստիճանաբար ներկայացրեց իր սոցիալական շրջանակին։ Ոմանք նայեցին նախապաշարմունքով, դատապարտմամբ, բայց նրան դա չէր հետաքրքրում։ Բոլորին հասկացրեց, որ Մարիամը այն կինն է, ում ինքը սիրում է, ով դա չի ընդունում, պարզապես այլս իր կյանքի մասը չէ։ Կորցրեց որոշ մակերեսային կապեր, ձեռք բերեց հոգու խաղաղություն։ Մարիամը ընդունելության քննություն հանձնեց, ընդունվեց պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետ։ Երբ արդյունքները հայտնի դարձան, Էդուարդն ավելի ոգորված էր, քան նա, եթե դա հնարավոր էր։ Անակնկալ երեկույթ կազմակերպեց ամբողջ ընտանիքի հետ, ներառյալ նրա քրոջը, Աննային, որը նույնպես դարձել էր նրա ընկերը։ Դա մարտյան մի գիշեր էր, գրեթե 1 տարի անց այն ավարտական երեկոյից, որ Էդուարդն ամուսնության առաջարկություն արեց Մարիամին։ Ոչ թե շքեղ վայրում կամ հրավառությամբ։ Դա նրա տան բակում էր, երեխաների տիկին Անահիտի հետ պարզ խորովածի ժամանակ։ Նա պարզապես ծնկի իջավ, գրպանից հանեց նուրբ մատանիով մի տուփ հարցրեց, թե արդյոք նա համաձայն է իր կողքին կյանք կառուցել։ Մարիամը նույնիսկ թույլ չտվեց, որ նա ավարտի նախադասությունը, նախքան այո ասելը։ Նրանք ամուսնացան 3 ամիս անց առանձնատան այգում կայացած համեստ արարողությամբ։ Քիչ մարդիկ, միայն ընտանիք, իսկական ընկերներ։ Մարիամը հագել էր պարզ, բայց գեղեցիկ զգեստ, Էդուարդն ավելի լարված էր, քան կյանքի որևէ բիզնես հանդիպման ժամանակ։ Դավիթը նրա խաչեղբայրն էր, Սոֆյան, ամենաաշխույժ ծաղկե աղջիկը, որ երբե տեսել էր որևէ հարսանիք։ Տիկին Անահիտը լաց էր լինում արարողության սկզբից մինչ վերջ։ Երբ քահանան ասաց, որ կարող են համբուրվել, Էդուարդը Մարիամի դեմքը բռնեց ձեռքերի մեջ, շշնջաց. «Շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ ինքս ինձնից»։ Ամուսնական կյանքը երջանկության ամենօրյա բացահայտում էր։ Էդուարդը պաշտոնապես որդեգրեց Դավիթին, Սոֆյային, որոնք այժմ օրինականորեն նրա երեխաներն էին։ Երեխաները սկսեցին նրան հայրիկ անվանել, ամեն անգամ, երբ լսում էր այդ բառը, նա զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում հուզմունքից։ Նա շարունակեց իր սոցիալական նախագծերը, այժմ Մարիամի հետ, որն օգնում էր ուղղորդել գործողությունները։ Նա ուներ զգայուն հայացք, որը նա չուներ, հասկանում էր կարիքները գործնական մարդկային ձով։ Եվ հետո, հուլիսյան մի արոտ առավոտ, Մարիամը նրան մի նորություն հայտնեց, որս մեկ անգամ կփոխեր ամեն ինչ։ Նա հղի էր։ Էդուարդը մի քանի վայրկյան շոկի մեջ էր, հետո պայթեց երջանկությունից։ Իսկական հայր էր դառնալու, տեսնելու էր կյանքի աճը սկզբից, մասնակցելու էր ամեն ինչին։ Լաց եղավ այնպես, ինչպես չէր լացել մանկուց, գրկեց Մարիամին, այլս չէր ուզում բաց թողնել։ Հղիությունը ուղեկցվեց ամենայն խնամքով։ Էդուարդը ներկա էր յուրաքանչյուր այցելությանը, յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտությանը, երեխաների հետ միասին ընտրեց մանկասենյակը։ Երբ իմացան, որ աղջիկ է, Սոֆյան պնդեց, որ անունը պետք է սկսվի մտառով, ինչպես մայրի կինը։ Ընտրեցին Մարինա։ Մարինան ծնվեց փետրվարյան մի կեսօրին, կշռելով 3 կիլոգրամ 200 գրամ, հետաքրքրասեր աչքերով։ Ուժեղ լացով, որը ազդարարեց նրա ժամանումը աշխարհ։ Էդուարդը դստերը գրկեց զգաց, որ իր կյանքը վերջապես իմաստ ունի։ Նայեց Մարիամին հիվանդանոցի մահճակալին, հոգնած, բայց շողշողուն, մտածեց այն ամբողջ ճանապարհի մասին, որը նրանց բերել էր այստեղ։ Առանձնատունն այժմ իսկական տուն էր։ Խաղալիքներ, սփռված հյուրասենյակում, Սոֆյայի նկարները, կպցրած սառնարանին, Դավիթի գիտական օլիմպիադաների գավաթները, դարակում։ Մարինայի սենյակը, գունավոր խաղալիքներով օրորոցով, որտեղ Էդուարդը ժամերով պարզապես նայում էր քնած դստերը։ Տիկին Անահիտն ապրում էր նրանց հետ, պատրաստում իր համեղ բաղադրատոմսերը, տունը լցնելով տատիկի սիրով։ Էդուարդը ընտանեկան ընթրիքների ժամանակ շուրջն էր նայում, բոլորը հավաքված սեղանի շուրջ, որը նախկինում դատարկ էր մնում, հազիվ էր հավատում, որ սա նույն մարդն է, ով դաժան թակարդներով փորձարկում էր մարդկանց ազնվությունը։ Այդ մարդը մահացել էր։ Նրա փոխարեն ծնվել էր մեկը, ով հավատում էր սիրուն, բարությանը, մարդկային վերափոխման կարողությանը։ Մարիամը նույնպես փոխվել էր։ Ոչ թե էությամբ, որովհետև նա միշտ եղել էր այդ անբիծ ուժեղ մարդը։
Բայց այժմ ուներ այն մարդու վստահությունը, ով գիտեր, որ մենակ չէ, ով կարող էր երազել առանց վախի, ով խորապես իսկապես սիրված էր։ Նա շարունակեց սովորել, ավարտեց մանկավարժության ֆակուլտետը, սկսեց աշխատել Էդուարդի հիմնադրամում, ստեղծելով կրթական ծրագրեր երեխաների համար։ Նրա առաջին երեխաները մեծանում էին առողջ երջանիկ, Դավիթը երազում էր ինժեներ դառնալ, Սոֆյան՝ նկարչուհի։ Իսկ Մարինան, փոքրիկ Մարինան, մեծանում էր սիրով շրջապատված։ Սովորական մի գիշեր, այն պարզ գիշերներից, որոնք այժմ նրա սիրելիներն էին, Էդուարդը Մարինային քնեցրեց, մինչ Մարիամն ավարտում էր հիմնադրամի նախագծի վերանայումը։ Նա նայում էր դստերը օրորոցում, այնքան փոքր, այնքան կատարյալ, մտածում այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել տարիներ առաջ այն անձրոտ 5 շաբթի օրվանից ի վեր։ Եթե ինչ-որ մեկը նրան հարցներ, թե որն է եղել իր կյանքի լավագույն ներդրումը, նա չէր տատանվի։ Ոչ թե կուտակված միլիարդները, ոչ թե ձեռք բերված ընկերությունները, ոչ թե աստղաբաշխական շահույթները։ Դա պահարանի վրա թողնված այն 3 միլիոն դրամն էր, մի դաժան թակարդ, որը վերածվեց նրա գոյության ամենամեծ օրհնության։ Այդ գումարը նրան արժեցավ ամբարտավանությունը, անվստահությունը, մենությունը։ Բայց նրան տվեց անհամեմատ ավելի արժեքավոր բան։ Նրան տվեց Մարիամին, իր հոգու ընկերոջը, այն կնոջը, որը ցույց տվեց, որ իսկական սեր գոյություն ունի։ Նրան տվեց Դավիթին, Սոֆյային, երեխաներին, որոնց նա ընտրեց, որոնք իրեն ընտրեցին։ Նրան տվեց Մարինային, ամենամաքուր սիրո պտուղը, որ երբեք զգացել էր։ Նրան տվեց տիկին Անահիտին, մորը, որը երբեք չէր ունեցել։ Նրան տվեց ընտանիք, կյանքով լի տուն, մի նպատակ, որը գերազանցում էր հարստություն կուտակելը։ Էդուարդը սովորեց, որ իսկական վերափոխումը գալիս է ոչ թե փողից, այլ կապից։ Որ վստահելը ռիսկ է, որն արժե անել։ Որ բարություն գոյություն ունի, նույնիսկ մի աշխարհում, որը երբեմն դաժան է թվում։ Եվ որ երբեք ուշ չէ նորից սկսել, ընտրել լինել տարբեր, բացել սիրտը։ Մարիամը մտավ սենյակ, կանգնեց նրա կողքին, դիտելով քնած դստերը։ Էդուարդը ձեռքը գցեց նրա գոտկատեղին, քաշեց դեպի իրեն։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ամեն ինչի համար։ Նա նայեց նրան այն աչքերով, որոնք տեսել էին նրան իր ամենավատ վիճակում, հավատացել, որ նա կարող է ավելի լավը լինել։ Ամեն ինչի համար չէ, Էդուարդ։ Շնորհակալ եմ, որ տեսար ինձ։ Որ գնահատեցիր ինձ։ Որ սա կառուցեցիր ինձ հետ։ Նրանք կանգնած էին այնտեղ, գրկախառնված, նայելով այն ապագային, որը միասին կառուցել էին։ Մի ապագա, որը սկսվել էր ազնվության փորձությունից, վերածվել ամենամեծ սիրո պատմության, որը նրանցից որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Էդուարդն այլևս ոչ ոքի չէր փորձարկում։ Նա սովորել էր, որ վստահությունը կառուցվում է, ոչ թե ապացուցվում։ Եվ բացահայտել էր, որ երբ դու հրաժարվում ես վերահսկողությունից, թույլ ես տալիս քեզ հավատալ մարդկանց, երբեմն տիեզերքը քեզ զարմացնում է նվերներով, որոնք ոչ մի հարստություն չէր կարող գնել։ Առանձնատանը, որը նախկինում լռությամբ էր արձագանքում, այժմ ծիծաղ էր հնչում։ Որտեղ նախկինում դատարկություն էր, այժմ սեր կար։ Եվ Էդուարդ Միքայելյանը, մարդը, որը ոչնչի չէր հավատում, բացի փողից, բացահայտեց, որ իսկական հարստությունը միշտ եղել է մարդկային կապերի, ընտանիքի, առանց պայմանների տրվող ստացվող սիրո մեջ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդուարդի Մարիամի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերափոխման իսկական սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ երբեք ուշ չէ նորից սկսել, որ սերը կարող է փոխել նույնիսկ ամենափակ սրտերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները։